136-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն, ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի, ազգային էթնիկական ծագման, կրոնական պատկանելիության հիման վրա, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։ Եվ այս նորմի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ այն հանդիսանում է նաև ատելության եւ ժխտողական խոսքի դեմ ուղղված քրեական միջոց, որի կիրառումը սահմանափակվում է հատուկ նպատակի, այն է անձի կամ խմբի նկատմամբ խտրականություն, թշնաման կամ բռնություն հրահրելու առկայությամբ։ Նախագծի եւ քրեական օրենսգրքի գործող կարգավորների հիմնական տարբերությունը ըստ էության կայանում է նրանում, որ առաջարկվում է քրեականացնել առանց կոնկրետ նպատակի բանավոր խոսքը, միտված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հերքելուն, նսեմացնելուն, մեղմացնելուն եւ այլն։ Առաջարկվող հաջորդ էական փոփոխությունը հայոց ցեղասպանությունը նշված հոդվածում այլ ճանաչված ցեղասպանություններից առանձնացնելն է։